Ես զարհուրելի հայտարարություն արեց ԵՊՀ ուսանողներից մեկը, ասելով, որ ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ Նիկոլը ասելա ձեզ էքսկլյուզիվ տեղեկատվություն եմ տալիս, առաջինը դուք իմացեք դրա մասին, ես տարբեր մի քանի կառույցների, ենթադրաբար ԱԱԾ-ին կամ նաև ոստիկանությանը հանձնարարել եմ տեղեկատվություն հավաքել ըստ էության սրբազանների անկողնու եւ վեհափառի անձնական կյանքի մասին եւ բնականաբար տրամադրել Նիկոլ Փաշինյանին։ Այս ամենը, որ մենք բերում ենք հանրագումարի, մենք հասկանում ենք, որ հայ առաքելական եկեղեցու դեմ այս խայտառակ անբարո անպարկեշտ արշավը երկու խնդիր ունի՝ կատարել Ադրբեջանի, սպասարկել Ադրբեջանի օրակարգը եւ երկրորդ առաջիկայում Ալիևի պարտադրանքով կատարվելիք սահմանադրական ուրեմն հանրաքվեում ամենակարևոր խնդիրը լուծելուց զատ, անկախության հռչակագիրը հանելուց զատ, հանել նաև հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթները, որպեսզի հայ առաքելական եկեղեցին Հայաստանում ունենա նույն կարգավիճակը, ինչ կարգավիճակ, որ ունեն Նիկոլին սպասարկող տարբեր տոտալիտար, վտանգավոր կամ ոչ վտանգավոր աղանդավորական կառույցներ։